Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանը կայացրել է նոր վճիռներ, արձանագրելով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների խախտման դեպքեր։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ քաղաքացիները պահվել են կալանքի տակ, սակայն դատարանի գնահատմամբ այդ կալանքը չի ունեցել բավարար իրավական հիմնավորում։ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ազատությունից զրկելու անհրաժեշտությունը ազգային դատարանների կողմից պատշաճ կերպով չի հիմնավորել, փաստելով անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքի խախտման մի շարք փաստեր։ Միջազգային այս վճիռները ոչ միայն վերականգնում են կոնկրետ անձանց խախտված իրավունքները, այլ նաև կրկին ուշադրության են հրավիրում այն հարցի վրա, թե ինչպես է Հայաստանում կիրառվում կալանքը որպես խափանման միջոց եւ ինչ համակարգային խնդիրներ են առկա արդարադատության ոլորտում։ Հայաստանի դեմ մի քանի նոր վճիռ է հրապարակել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը։ Դատարանը մի շարք գործերով արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում կապված անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքի հետ։ Խոսքը այն դեպքերի մասին է, երբ քաղաքացիները պահվել են կալանքի տակ, սակայն Եվրոպական դատարանի գնահատմամբ այդ կալանքը չի ունեցել բավարար իրավական հիմնավորում։ Այս վճիռները վերաբերում են մի քանի դիմումատուների գործերին, որոնցում դատարանը գտել է, որ ազգային դատարանները բավարար կերպով չեն հիմնավորել ազատությունից զրկելու անհրաժեշտությունը։ Այս գործերում դիմումատուների շահերը ներկայացրել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։ Նրա խոսքով Եվրոպական դատարանի այս վճիռները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ կալանքը որպես խափանման միջոց Հայաստանում հաճախ կիրառվում է առանց բավարար հիմնավորումների։ Նշված 3 որոշումները, որոնք իմ վստահորդներին են վերաբերվել, կայացվել են փետրվարի 26-ին ու պետք է մեծ ուրախությամբ նշեմ, որ ոչ միայն այդ օրը իմ գործերով է կայացվել որոշում, այլ նաև մեր գրասենյակի եւս 3 փաստաբանների, պարոն Հայկ Ալումյանի, Տիկին Նարինե Ռշտունու եւ Տիգրան Հայրապետյանի գործերով են կայացվել, կարծես թե այդ օրը մեր գրասենյակի համար ոնց ասած Եվրոպական դատարանը լավ որոշումներ է կայացրել։ Հիմա կոնկրետ այս գործերով նայեք հիմնականում 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման մասին է խոսքը եւ տվյալ դեպքում երկարատև կալանքներին են վերաբերվում, որ անձինք երկարատև են կալանքի տակ պահվել, դա է, ասենց ասած, կարելի ասել դրաֆերետային որոշումներ են, որոնց մեջ հղում է կատարվել նախկինում կայացված որոշումներին, մասնավորապես Արզումանյանը ընդդեմ Հայաստանի, Մուրադխանյանը ընդդեմ Հայաստանի գործերին։ Եվ կարևոր նշանակություն ունեն ներպետական դատարանների կողմից կալանքների երկարատև չլինելու հարցին, որպեսզի դատարանները ճիշտ գնահատեն եւ անձանց տևական ժամանակ կալանքի տակ չպահեն։ Վճիռներից մեկը վերաբերում է լրագրող Անի Հովհաննիսյանի գործին։ Եվրոպական դատարանը գտել է, որ նրա նկատմամբ կիրառված կալանքը բավարար իրավական հիմնավորում չի ունեցել, ինչի հետևանքով արձանագրվել է ազատության իրավունքի խախտում։ Դատարանը նաև սահմանել է փոխհատուցում։ Շեշտեմ, որ առաջինը, որ կայացվել է Անի Հովհաննիսյանի վերաբերյալ, գուցե կհիշեք անալիտիկ կայքի գլխավոր խմբագիր եւ տնօրեն Անի Հովհաննիսյանի վերաբերյալ էր, որը նույնպես նախաքննության եւ դատաքննության ամբողջ ընթացքում կալանքի տակ է պահվել եւ դատարանը փաստել է 5-րդ հոդվածի կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, նույնը վերաբերում է նաեւ Աշխարյանին, որը նույնպես ամբողջ նախաքննության եւ դատաքննության ընթացքում կալանքի տակ է պահվել, Անի Հովհաննիսյանը կալանքի տակ է պահվել 1 տարի 6 ամիս, իսկ Աշխարյանը 3 տարի ժամկետով, իսկ ավելի շատ կցանկանամ անդրադառնամ Սամվել Գրիգորյանի վերաբերյալ գործին, ով այս պահին նույնպես կալանքի տակ է գտնվում եւ գործի դատաքննությունը դեռևս շարունակվում է դատարանում։ Սամվել Գրիգորյանը մեղադրվում է իբրև 3 անձանց սպանությանը տրչության համար, գործի քննությունը դատարանում ըստ էության արդեն կարելի ասել վերջնական փուլի ենք հասել եւ ըստ իս նրան առաջադրված մեղադրանքը ուղղակի հերկված է, բայց միևնույն է, նա շարունակական կալանքի տակ է պահվում եւ այս որոշումը ինձ հիմք է տալու, որպեսզի դիմեմ բացառիկ վերանայման համար վճռաբեկ դատարան, որպես նոր հանգամանք,
բեկանելու նախկինում կայացված որոշումները, ինչպես նաև դիմելու, որպեսզի նա ազատ արձակվի կալանքից։ Եվ հատկանշական է, որ այդ գործով Սամվել Գրիգորյանի վերաբերյալ որոշումները ստանդարտ տրաֆարետային ստանդարտ ձևակերպումներ ունեն, կարծես թե այդ ամեն անգամ կալանքի ժամկետը նրա երկարաձգելիս դատավորները ընդհանրապես ամսաթիվ են փոխում։ Անի Հովանիսյանը պատմում է, որ դեռ առաջին օրերին իրեն ակնարկվել է, եթե չընդունի մեղադրանքը, կարող է տարիներով ազատազրկվել, սակայն նա հրաժարվել է ընդունել այն, ինչ չի արել եւ որոշել է պայքարել մինչեւ վերջ։ Տարիներ անց այդ պայքարը հասել է Եվրոպական դատարան, որտեղ արձանագրվել է նրա նկատմամբ կիրառված կալանքը եղել է ապօրինի։ 2016 թվականին իմ նկատմամբ սկսվեց քաղաքական հետապնդում օրվա իշխանությունների կողմից, ինչը պայմանավորված էր իմ լրագրողական գործունեությամբ, եւ ինչը հանգեցրեց հենց ապօրինի կալանավորման, այնուհետև ապօրինի դատապարտման, այս պահին միեդը արդեն մենք ունենք միեդից որոշում ապօրինի կալանավորման մասով եւ ամբողջ գործի մասով սպասում ենք դեռ վերջնական վճռին։ Ապօրինի կալանավորումը շատ բացասական երևույթ է, որը կա Հայաստանում դեռևս 90-ականներից սկսած անկախ Հայաստանի պատմության մեջ եւ ցավալիորեն այսօր մենք նորից ականատես ենք լինում դեպքերի, երբ քաղաքական հետապնդումներով պայմանավորված իշխանությունների ցանկություններով ճնշելու համար կալանավորում են կամ դատապարտում են մարդկանց, խոսեմ այն մասին, թե ինչով է դա անդրադառնում մարդու հոգեբանության վրա։ Իրականում, եթե մարդ չունենա բավականին ուժ, չլինի շատ ուժեղ, շատ դժվար է բանտային պայմաններում ապրել, չկոտրվել, չչարանալ։ Ինձ մոտ ստացվել է, կան մարդիկ ու մոտ ստացվում է, բայց դա իրականում բարդ է եւ մարդկանց ճակատագրեր կարող են խեղվել, առավել եւս երբ մարդն անարդարացիորեն է գտնվում այդ պայմաններում։ Տեսեք, երբ մարդ կատարած է լինում որևէ հանցանք եւ գտնվում է բանտում, դա լրիվ ուրիշ է, բայց երբ անմեղ մարդուն տանում են բանտ, դա ուղղակի աններելի է։ Եվ ես ցավով եմ ասում, որ այսօր 2026 թվականին մենք նորից տեսնում ենք այդ արատավոր պրակտիկայի շարունակումը։ Փաստաբանը նշում է, խնդիրը միայն առանձին գործերը չեն, այլ ավելի լայն համակարգային մոտեցումը, երբ կալանքը հաճախ օգտագործվում է որպես նախնական միջոց առանց դատարանների կողմից բավարար քննության։ Եթե նույն խախտումները կրկնվում են տարբեր գործերում, դա արդեն խոսում է ոչ թե առանձին սխալների, այլ պրակտիկայի մասին։ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը հստակ նշում է, ազատությունից զրկելը պետք է լինի բացառիկ միջոց, ոչ թե սովորական ընթացակարգ։ Չգիտեմ, դա ինչ որ ձևի տենդենց է վարույթ իրականացնող մարմնի մոտ, որ պարտադիր ցանկություն է առաջանում անձին կալանավորելու, անկախ նրանից թե հաշվի չառնելով թե արարքի վտանգավորության աստիճանը, եթե հաղթահարված է այն շեմը հիմնավոր կասկածի եւ թե այն հանգամանքը, որ լավ անձին կալանավորելուց չափորոշիչը գործի քննությանը խոչընդոտելու առումով շատ երևակայական է։ Եվ շատ դեպքերում, երբ որ դատարանները փաստում են, որ թեկուզ արկա է այդ հիմքերը, չգիտես ինչու դիտարկում են դա կալանք խափանման միջոց կիրառելու հիմք։ Այն դեպքում դրանք, որ ուղղակի հիմք են խափանման միջոց կիրառելու, եւ կալանքը դա միայն բացառիկ դեպքերում կիրառվող խափանման միջոց է։ Առավել եւս, որ մեր պետական օրենսդրությամբ այժմ գործում է նաեւ տնային կալանք հասկացողությունը, եւ պատկերացրեք եւ թե Սահմանադրական դատարանը եւ թե Եվրոպական դատարանը մի շարք որոշումներով նշել է, որ տնային կալանքը ըստ էության համահավասար է բանտային կալանքին, ուրեմն ավելի բացառիկ, ավելի բարձր շեմ պետք է լինի, որ անձին բանտային կալանքի ենթարկեն։ Սակայն մեզ մոտ տնային կալանք կիրառելը դարձել է դա, այսպես ասած, մեղմ խափանման միջոցի կիրառման անվան տակ, երբ որ դա այդ մեղմ խափանման միջոցը չի։ Եվրոպական դատարանը վճռել է նաև փոխհատուցումներ, փաստելով, որ ազգային դատարանները բավարար կերպով չեն հիմնավորել ազատությունից զրկելու անհրաժեշտությունը։ Պետությունը վճարում է այդ սխալների համար, իսկ սխալի հետևանքները կրում է ամբողջ հասարակությունը։ Կմեջբերեմ Անի Հովանիսյանի վերաբերյալ կայացված որոշումներից մեկը, երբ որ դատարանը գործի քննությանը խոչընդոտելու հիմքում դրել էր, որ եթե նա հայտնվի ազատության մեջ,
ապա կզբաղվի լրագրությամբ։ Անձը իր մասնագիտական գործունեությամբ զբաղվելու առումով կարող է ուղղակի կալանքի տակ պահվել։ Դա փաստացի ազատ խոսքի ճնշում է։ Այսինքն, երբ լրագրողներին, բլոգերներին կամ քաղաքական գործիչներին, ընդդիմախոսներին իշխանությունը կալանավորում է, կալանքի բուն նպատակը հենց ազատ խոսքը ճնշելն է։ Այստեղ խոչընդոտելու մասին խոսք անգամ չի կարող լինել։ Եթե տվյալ մարդը կատարում է հետաքննություններ, պատրաստում է նյութեր, խոսում է այն ամենի մասին, ինչը հաճելի չէ իշխանություններին, այս պարագայում մենք արդեն քրեական տիրույթից դուրս են գալիս եւ գալիս ենք այն դաշտ, որ մարդու նկատմամբ կալանք են կիրառում զուտ նրան լռեցնելու համար։ Եվ բնականաբար պետք է կալանքը շարունակեն պահել, որպեսզի այդ մարդը ուղղակի լռի։ Ցավոք մենք այսօր նորից ունենք այն վիճակը, որ որպես խափանման միջոց կալանքն է կիրառվում, ինչը անընդունելի է, կալանքը չի կարող լինել պատժի տեսակ, հա, մանավանդ նախաքննության փուլում, բայց քանի որ տվյալ մարդկանց կալանավորում են հիմնականում հենց լռեցնելու համար, բնականաբար շարունակական կալանք է կիրառվում։ Եվ հետագայում մենք ունենում ենք նորից այս վիճակը, երբ Եվրոդատարանի կողմից ճանաչվում է դա ապօրինի, արդյունքում տուժում է պետությունը, ոչ թե այդ իշխանությունը։ Տեսեք, նույն 2016 թվականին տեղի ունեցող ապօրինությունների պատասխանը տալիս է Հայաստանի Հանրապետությունը, ուր են այսօր այդ իշխանությունները։ Հատկանշական է ընդգծել, որ Հայաստանում լրագրողական համայնքը միանշանակ դժվար իրավիճակում է։ Ամեն մեկը իր գործի դաշտում պայքարում է ազատ խոսքի սահմանափակումների, իրավական ճնշումների եւ տեղեկատվական ճնշումների դեմ։ Սակայն ընդհանուր համախմբվածություն կամ միասնական շարժում դժվար է նկատել։ Որոշ գործեր առաջնորդվում են միայն առանձին ձեռնարկներով կամ իրավապաշտպանների աջակցությամբ եւ հաճախ այն, ինչը հաջողվում է մեկ լրագրողին կամ մեկ գրասենյակին, չի վերածվում համակարգային փոփոխության։ Այդ պատճառով համակարգային խնդիրները, օրինակ ապօրինի կալանքների, ճնշումների եւ խոսքի ազատության սահմանափակման ոլորտում դեռ մնում են ամբողջ ոլորտի ամենամեծ մարտահրավերը։ Ես այս թեմայից բազմիցս խոսել եմ նաև իմ նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդումների ժամանակ, երբ նույն լրագրողական համայնքը բավականին պասիվ էր, այստեղ կցանկանամ հիշել միայն Գոհար Վեզիրյանին, ով միակն էր այդ համայնքից, ով դատարանը միջնորդություն ներկայացրեց, մեծ մասը չեզոք էին, չէին ցանկանում միջամտել, խառնվել, կային լրագրողներ, օրինակ նույն Թագուհի Թովմասյանը, Ժողովուրդ թերթը, ով ակտիվ իմ դեմ նյութեր էր հրապարակում ՀՔՑ-ի պատվերով, քանի որ հենց այդ նյութերի հիման վրա են իմ կալանքը հետաձգում երկարացնում ամեն անգամ։ Այս խնդիրը կա, շարունակում է մնալ, գիտեք, այստեղ շատ մի կարևոր հարց կա, լրագրողները, ովքեր համագործակցում են տարբեր քաղաքական ուժերի, միավորների, անձանց հետ, բնականաբար կաշկանդված են այդ մարդկանց գաղափարներով, բայց յուրաքանչյուր լրագրող կապ չունի ինքը որտեղ է աշխատում, պետք է գիտակցի, որ եթե հետապնդում են մեկ այլ լրագրողի, ով նույնիսկ իր հակառակ ճամբարից է քաղաքական առումով, ինքը պարտավոր է աջակցել եւ ամեն կերպ թույլ չտալ, որպեսզի տվյալ լրագրողը ենթարկվի հետապնդումների։ Պետք է լրագրողը վերջապես գիտակցի, որ իր գործունեությունը որպես լրագրող պայմանավորված չէ այն քաղաքական ուժով, որի հետ ինքն այսօր համագործակցում է։ Այդ քաղաքական ուժը կարող է լինել, չլինել, հա, մենք ինքներս ենք տեսնում ինչ է կատարվում եւ մի քանի տարի հետո չեն կարող ասել, թե որտեղ կլինեն այն ուժերը, ովքեր այսօր իշխանություն են։ Եվ լրագրողը, եթե իր համար առաջնային է իր մասնագիտությունը, դա ուղղակի իր մասնագիտական առաքելությունն է աջակցել մյուս լրագրողներին եւ ազատ խոսքի համար հետապնդվողներին։ Իդեպ չտարանջատենք, հա, որովհետեւ կան նաեւ բլոգերներ, տարբեր գործիչներ, ազատ խոսքի, մամուլի, ճնշումներին լրագրողները պարտավոր են արձագանքել։ Նույնիսկ եթե դրանք տեղի են ունենում իրենց ճակերտավոր թշնամիների նկատմամբ։ Ոչ թե դա անում են այդ մարդկանց համար։ Եթե 2016 թվականին նույն լրատվամիջոցները, լրագրողները, լրագրողական համայնքը իմ կողքին կանգներ եւ թույլ չտար նման ապօրինություն, 2026 թվականին գուցե մենք չունենայինք այսքան շատ հետապնդվողներ նորից ազատ խոսքի համար։ Եվ սա բոլորը պետք է անեն հենց իրենց համար, ոչ թե այդ հետապնդվողների, ոչ ոք երաշխավորված չէ հետապնդումներից։ Միջազգային դատարանների վճիռները ունեն կրկնակի նշանակություն։ Դրանք միայն չեն վերականգնում անհատի իրավունքները, այլ նաև մատնանշում են այն բացերը, որոնք պետք է լրացվեն համակարգային փոփոխություններով։ Ցանկացած որոշում եվրոպական դատարանի դա ազդակ է ներպետական ատյաններին, արդարադատություն իրականացնող մարմիններին, որ պետք է իրականացվի համապատասխան կոնվենցիայի
այսինքն ներպետական օրենքներն էլ պետք է, եթե այդպիսի կան շտկվեն, եթե չէ, ապա դատարանները գոնե գործեն ելնելով Եվրոպական դատարանի կողմից նախատեսած չափանիշներով։ Մասնավորապես, եթե այս դեպքերին նայենք, դա երկարատև անազատության մեջ պահելուն է վերաբերվում, կան այսօր էլ կան գործեր, որ անձինք պատկերացրեք 8 տարի է անձի վերաբերյալ գործը տարբեր 3 դատավորների կողմից քննվելու արդյունքում շարունակվում է եւ անձին գտնվում է դեռևս կալանքի տակ։ Եվ դատարանները մեխանիկորեն էլի երկարաձգում են կալանքները, իսկ վերադասաճանները ուղղակի էլ տրաֆարետային որոշումներով թողնում են անփոփոխ։ Գուցե հույս ունեմ, որ այս որոշումներից հետո այդ հարցին էլ կարողանա ներպետական ատյանները ճիշտ լուծումներ տան։ Ամենակարևորը այն, ինչ մի առանձին դեպքում ճանաչվում է ապօրինի, պետք է դառնա հստակ ուղեցույց բոլորի համար, պետական մարմինների եւ իրավապահների կողմից։ Միայն այդ կերպ հնարավոր կլինի կառուցել այն վստահելի, արդար եւ միջազգային չափանիշներին համապատասխան համակարգը, որի վրա կարող է հենվել հասարակության վստահությունը։